Հետքը հրապարակեց այդ մասին, բայց ուզում եմ հնչեցնեմ Նարեկ Նալբանդյանը, գործարար, նաև վճարեց ձեր գրավի 25 միլիոն դրամ։ Ուզում եմ դուք պաշտոնապես այդ նկատի։ Այո, ճիշտ է ասում։ Մարդկային ընկերական հարաբերությունների համար ինքը իմացա, որ այդպես որոշում է կայացվել դատանի կողմից, ինքը ինձ առաջարկեց, ասաց հաշվառում մեր բարեկամությունը, ընկերությունը, մտերմությունը, թող այս մի հարցը ես լուծեմ, ես գումար ունեմ, փոխանցեմ։ Ես էլ համաձայնվեցի եւ ասի շնորհակալ եմ Նարեկ ջան։ Ազգային անվտանգության ծառայությունը այդ բարեկամության Դուք ասեք մի հարց պիտի տաք։ Բայց այդ բարեկամության արդյունքում կալանքի տակ գտնող ձեր առանձնատունը մի գիշերվա մեջ վաճառեցիք Նարեկ Նալբանդյանի։ Այդպեսի բան չի եղել։ Ո՞նց։ Այդպես հրապարակվել է այդ մասին ազգային անվտանգության ծառայությունը։ Ես բազմաթիվ առիթներով քեզ ասել եմ, քննարկել, դու բոլոր հրապարակումներին լուրջ մի վերաբերվի։ Ինչու՞։ Իրավապահ մարմինները գործընթաց էին սկսել, պարոն Աբրահամյան, ձեր առանձնատունը մանումենտի։ Քնար, մեր պայմանավորվածությունը ես մեկ անգամ խախտեցի, ես քո հարցերն չեմ պատասխանում ընդհանրապես։ Բարեկամության արդյունքում Դուք ինձ ասեցիք 25 միլիոնն է վճարում գրավի։ Դուք ինձ ասեցիք, որ մեկ հարց եմ տալու, ես համաձայնվեցի։ Դուք խախտեցիք ձեր պայմանը եւ մյուս անգամ ձեր հարցերը չեմ պատասխանում, բայց հարգանքին տածում ձեր նկատմամբ անձի, բայց որ դուք պայմանավորություն խախտեցիք։ Մենք հաստաբանը երկու րոպե քննարկենք մեր փոքր գան